Մշակույթ, հատուկ հավելված, արվեստը, մշակույթը, մարդն ու ժամանակը։ Լրատվական ռադիոյի եթերում մշակույթ հատուկ հավելված հաղորդաշարն է։ Խոսափողի մոտ է Անահիտ Ղազարյանը։ Եթե համեմատելու լինենք կինոն արվեստի այլ տեսակների հետ, կգանք մի արտառոց եզրակացության, այն, որ հայ կինոն մեր ամենախոցելի արվեստն է։ Հազիվ թե նոր բալետային կամ օպերային երգի մասին հոդվածով կամ ելույթով հանդես գա ոչ երաժշտագետը, կերպարվեստի մասին ոչ արվեստաբանը կամ թատրոնի մասին ոչ թատերագետը, իսկ կինոյի մասին խոսում են բոլորը, ով պատահի եւ որտեղ պատահի։ Այդ իմաստով կինոն ոչ միայն խոցելի է, այլև գրեթե անպաշտպան, որովհետեւ յուրաքանչյուր ոք կարող է առաջարկել կինոպատկերման կամ կինոհերոսի իր պատկերացումը։ Այնինչ հայկական կինեմատոգրաֆը ավելի գիտակվելուծության կարիք է զգում։ Մեր կինոյի քննադատությանը պակասում են պահանջվող մասնագիտական իրազեկությունը եւ անաչառությունը։ Սրանք կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի մտքերն են, որոնք նա հայտնել է դեռևս 1984 թվականին եւ որոնք արդիական են մինչեւ օրս։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք կինոռեժիսոր Դիանա Կարդումյանին, ում հետ էլ զրուցելու ենք հենց կինոյից։ Ողջույն Դիանա։ Ողջույն Անահիտ։ Կինոն սուտ չի սիրում, կինոն ընդհանրապես գաղտնիքներ է սիրում։ Քո գրառումներից մեկում հանդիպեցի նման ձևակերպման։ Կինոն ինչ է քեզ համար, այլընտրանքային իրականություն կամ եթե իրականության վերարտադրություն, ապա ինչպիսի վերարտադրություն։ Չգիտեմ, եթե խոսենք իրականության վերարտադրություն, կարող եմ ասել, որ այնքանով է իրականության վերարտադրությունը, որ երբ որ ես ինչ-որ գործ եմ անում կամ ինչ-որ աշխատանքի վրա աշխատում եմ, ինձ համար ես ձևակերպել եմ էմոցիոնալ հիշողություն եւ ասենք ինչ-որ մի բաներ, որոնք կատարվում են կինոյում կամ քո կյանքում կամ ընդհանրապես քո շրջապատում, այդ էմոցիոնալ վայրկյաններից, որոնք քո կյանքում անցել են, շատ փոքրիկ պահեր է, դու վերցնում ես եւ դրա շուրջը ստեղծում ես քո ֆիլմը, քո կինոն։ Գիտեք, ինչ էլ անես կինոյում, անկախ ամեն ինչից, ուզում ես ամենաֆանտաստիկ ֆիլմն էլ նկարի, ֆանտաստիկ սյուժեի առումով եմ ասում, իհարկե, եւ տրամադրության եւ ամեն ինչի։ Միևնույնն է, դա կախված է այդ նույն պահի, նույն ժամանակի հետ։ Այսինքն ինձ համար իրականություն եւ կինո շատ կապված է իրականության հետ։ Այդ կերպը, այսինքն կապված լինելը կախված է թե ինչպես ես դու այդ իրականությունը վերարտադրում, այսինքն ֆորմայի առումով է, որ որոշ հանդիսատեսներ նայում են, ասում են սա տարբեր է։ Նաեւ տարբեր է ինչի համար, որովհետեւ ցանկացած հանդիսատես ունի իր աշխարհընկալումը, իր հասկացողությունը եւ ամեն մեկը ունի իր մեծ փոքր իրականությունները, բայց երբ որ գալիս է ռեժիսորը եւ ինչ որ մի ուրիշ իրականություն է բերում եւ որը տարբեր օրինակ տվյալ դեպքում Անահիտի կամ իմ դեպքում Դիանայի իրականությունն, այսինքն մենք սա ընդունում ենք որպես անիրական իրականություն, այնինչ դա ինչ որ մեկի գլխում, ինչ որ միտեղ, ինչ որ մեկի խորքում վստահաբար գոյություն ունի։ Կինոն իմ գործն է առաջին հերթին եւ ես շատ լուրջ եմ վերաբերում կինոարվեստին եւ նույնիսկ երբեմն ասում եմ, որ կինոն շատ լուրջ մասնագիտություն է նաեւ իր տեխնիկական կողմով, իր կառուցվածքային առումով եւ ես երբեմն առանց ամաչելու կարող եմ ասել նույնքան լուրջ աշխատանք է, ինչքան մաթեմատիկան, ֆիզիկան, քանի որ իհարկե այսօր կա այդ վիճակը, երբ որ կինոյի հանդեպ թուլացել է վերաբերմունքը եւ ոչ սիրողական մակարդակի եւ վերաբերմունքի է արժանանում անընդհատ կինոն, շատ մեծ տարածում ունի այդ սիրողական վերաբերմունքը։ Իհարկե բաժարներից մեկը նաեւ այն է, որ այսօր շատ տարածված են թվային տեխնոլոգիաները, որը ուղղակի շատ է հեշտացնում կինո նկարելը, բայց այն ինչ որ հիմնական մարվում է, ես չեմ կարող կինո ասել, չնայած դա մարդիկ, քանի որ կինոն պիտակ է, կպցնում ես մենք կինոյը, բոլորը արդեն ասոցիատիվ ընկալում են ցանկացած աղբ որպես կինո, ասենք ինձ համար դա մի քիչ վիրավորական է, դրա համար ես ասում եմ կինոն շատ լուրջ մասնագիտություն է, դա իմ մասնագիտությունն է եւ ես գտնում եմ, որ շատ պետք է լուրջ եւ զգույշ վերաբերվել ցանկացած տեսակի որակավորումներ տալուն ամեն ինչին։ Իսկ ես ինչպես ցանկացած մարդ, որ սիրում է իր մասնագիտությունը, միշտ պահանջում է վերաբերմունք, հարգանք այդ գործի հանդեպ։ Կինոն իմ աշխատանքն է ընդհանրապես։ Նկարում ես գլխավորապես կարճամետրաժ ֆիլմեր, ինչով է դա պայմանավորված եւ ինչ առավելություն ունի կարճամետրաժ ֆիլմը լիամետրաժի համեմատ։ Այսօր պոեզիայում կա միտում ավելի փոքր չափի, հոգուների թանկաների ոչ տաղաչափական համակարգով, այլ հենց ֆորմայով փոքր չափի բանաստեղծություն գրելը, որը կապված է ժամանակակից կյանքի ռիթմի չհասցնելու հետ։ Կարող ենք ասել, որ կարճամետրաժ ֆիլմն էլ կամ կարճամետրաժ ֆիլմի պահանջարկ ունենալը, եթե կա պահանջարկ, կապված է հենց ժամանակակից աշխարհում ռիթմի մարդու զբաղվածության հետ։
Ես որպես երևի ստեղծագործող մարդ կարող եմ ասել, որ ես էգոիստ եմ եւ ես չեմ պատրաստվում դիմացինի համար հարմարվել եւ ստեղծել այնպիսի գործ, որպեսզի իրեն դուր գա։ Իմ ստեղծած կամ իմ փորձերը, որ ես սովորաբար իմ կարճամետրաժ աշխատանքները ավելի շատ փորձեր եմ անվանում, իմ կարճամետրաժ աշխատանքները առաջին հերթին ինձ պետք է գոհացնեն, ինձ պետք է հետաքրքիր լինեն։ Եվ ես կարծում եմ, երբ որ աշխատանքը ինձ գոհացնում է եւ հոգու խորքում հասկանում որ այո, իրոք մենք այս աշխատանքը արել ենք, այդ դեպքում հանցատեսը պետք է կամ ընդունի կամ չընդունի։ Այստեղ ես կարծում եմ, որ կարճ ժամանակի ռիթմի հետ կապված դրա հետ չի կապված։ Բացի դրանից, ինչով ես հիմնականում կարճամետրաժ նկար անում, որովհետև առայժմ շատ դժվար է ստեղծել կամ գտնել ֆինանսավորում լիամետրաժ ֆիլմ նկարելու համար։ Բայց ես չեմ գտնում, որ լիամետրաժ կամ կարճամետրաժ ֆիլմերը ինչ որ շատ տարբեր են իրարից մոտեցման առում, որովհետև ինձ համար կապ չունի ֆիլմը 10 րոպե կտևի, թե 30 րոպե կտևի կամ թե ժամ 10 րոպե կտևի։ Այսինքն ես նույն ինչպես որ պատրաստում են լիամետրաժ ֆիլմի նկարաններին, մշտապես որպես կրեդո ինձ համար ընդունել եմ։ Միշտ պատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ եւ չափը կարեւոր չի։ Բացի դրանից, իմ կարծիքով հետաքրքիր կլիներ եւ ես միշտ դրա մասին մտածում եմ, որ հատկապես հիմիկվա ստեղծած իրավիճակում ես կինոդաշտի իրավիճակում, քանի որ դեռ եւս շատ ցայտուն երիտասարդ մարդիկ չկան, շատ կան մարդիկ, ես չեմ ասում որ չկան, նույնիսկ կարող եմ թվել այդ մարդկանց անունները, բայց ընդհանուր առմամբ կարճամետրաժ, եթե ասենք օրինակ տարբեր տեսակի ալմանախներ ստեղծվեր, որտեղ ասենք մեր երիտասարդ ռեժիսորը, ես երիտասարդ մինչև 30-35 տարեկան եմ ասում, որովհետև հիմա մի հատ տենդենս կա, մարդը 50 տարեկան է, բայց շարունակում են իրանց երիտասարդ ռեժիսոր։ Ինչու համար են ասում երիտասարդ, որովհետև ընդամենը կարողացել է 1-2 լիամետրաժ ֆիլմ նկարել, բայց ասենք հաշվի չենք առնում, որ տարիքը գնացել է աշխարհընկալում, այսինքն երիտասարդի աշխարհընկալում վստահաբար տարբեր է, քան թե տարիքով ռեժիսորների։ Գուցե ժամանակակից հա տերմին է պետք է ասեն ժամանակակից ռեժիսոր։ Այո, ինձ թվում է ավելի ճիշտ է ասել ժամանակակից ռեժիսորներ։ Բացի դրանից, կարճամետրաժ ֆիլմերը իմ կարծիքով երբեմն նույնիսկ ավելի դժվար է կոնստրուկտիվ առումով կառուցել։ Ես գրականության հետ եթե համեմատություն անենք, իմ կարծիքով միշտ կարճամետրաժ ֆիլմերը պետք է միտված լինեն նովելի ֆորմային, որովհետև ինչպես գիտենք, նովելը անսպասելի ավարտը հանկարծակի նոր եւ ասեն հանցատեսը, որ ուրիշ բաներ նախապատրաստվում, ուրիշ բաներ սպասում, եկել անսպասելի փոխվում է ամեն ինչ։ Եվ այսպիսի կոնստրուկցիաներ կառուցելը եւ շատ կարճ ժամանակում ինչ որ միտք փոխանցելը ահա որ դժվար բան է եւ վստահ կարող եմ ասել, որ հիմա աշխարհում շատ ալմանախներ կան, որտեղ աշխարհահռչակ ռեժիսորներ կնկարում են կարճամետրաժ ֆիլմեր եւ հազվագյուտ ֆիլմեր եմ ես տեսել այդ շարքերից, որ ինձ հետաքրքիր է։ Մնացած ընդհանրապես ձանձրալի են կամ տրամադրություն են ստեղծում կամ էլ դու այդ ֆիլմերը նայում ես, որովհետեւ այդ ռեժիսորի լիամետրաժ աշխատանքները հետաքրքրել են, բայց ֆիլմերը ամբողջական չեն, այսինքն շատ դժվար ֆորմա է կարճամետրաժ ֆիլմ նկարել, այսինքն երբ որ ասում ես կարճամետրաժ, սովորական մարդիկ ասում են, հա, քանի րոպե է դու 8 րոպե, 10 րոպե, ինչպեսի բա, բայց չեն հասկանում թե ինչքան դժվար է 10 րոպեի մեջ տեղավորվելը։ Վերջապես եթե դու գրականությունից էլի հոգուներ, թանկաներից օրինակներ էիր վերում, այսինքն դա նույն բանն է, որ ասենք հայտնի օրինակներ կան այդ ճապոնական գրականության մեջ, որ ասենք մարդիկ այդ 3-4 տողի վրա մտքի խտացում, այո, 10 տարի, 15 տարի աշխատել են, այսինքն մտքի խտացում եւ մաքսիմում խտացում, որ շատ դժվար ֆորմա է իմ կարծիքով։ Խոսենք նաև կինո գրականություն կապի մասին։ Ժամանակակից այսօր ստեղծվող գրականության մեջ կան գործեր, որոնք էկրանավորելու ցանկություն ունեցել ես։ Ես երբեք բուռն ցանկություն չունեմ ինչ որ գրական ստեղծագործություն էկրանավորելու, չնայած փորձ ունեմ գրական հիմքի վրա կարճամետրաժ ֆիլմ նկարելու, բայց ամեն դեպքում այդ փորձը, որ ես ունեցել եմ, դա պրոֆեսիոնալ սցենարիստի գրած պատմվածքի վրա է հենվել, այսինքն ամեն դեպքում սցենարիստ է հիմքում եղել։ Իսկ ընդհանրապես իմ կարծիքով կինոն միշտ պարտվում է գրականության դեպքում, որովհետև ես լուրջ մեծ գրականության մասին եմ խոսում, որովհետև իհարկե կան գրական աշխատանքներ։ Ասենք օրինակ իմ կարծիքով, եթե հայ գրականությունից ինչ որ բաներ վերցնենք, ավելի հեշտ կլինի Վարդգես Պետրոսյանին էկրանավորել, որովհետև այնտեղ ավելի քիչ խորություններ, ոչ թե ես իր արձակն եմ փորձում ինչ որ վատաբանել, խնդիրը դա չի, այլ ուղղակի ավելի հնարավորություն կա այնտեղ խորանալու կինոյի առումով։ Իսկ եթե ասենք օրինակ նույն Բակուսին, որ ես շատ եմ սիրում, այսինքն Բակուսի ես մի քանի էկրանավորումներ իհարկե տեսել եմ իր ֆիլմի թեմաներով եւ այլն, բայց ամեն դեպքում Բակուցը այնքան նուրբ է, այնքան ժանյակի նման է կառուցում իր ամեն տողը, անցումը, խոսքը եւ այլն, եւ հետո այդ ամեն ինչը մաքուր մարգարիտ է, որ կինոյի լեզվով, չգիտեմ, դու խելագար պետք է լինես, որ կարողանաս ընկալել, որովհետեւ եթե հիշում եք, Բակունցի մոտ էլ գույնը, տերևը, փոսերը, ամեն ինչը կարեւորություն ունի, այսինքն եթե դու դա անես, դու նախ իմ կարծիքով պետք է ուսումնասիրես ինչ է կատարվել, ինչ են գրել, ինչպես են ուսումնասիրել, ինքը ինչ է ապրել, ինչի հետ է
հետ կապված, իսկ դա հսկայական մեծ ժամանակ է տևում, որպեսզի աշխատես։ Իսկ այսօրվա ժամանակակից կյանքում այստեղ արդեն մարդիկ շտապում են, ժամանակ չունեն նստելու ուսումնասիրելու։ Մարդիկ այնքան չեն վճարվում բավականաչափ, որպեսզի դրա համար ժամանակ տրամադրեն։ Դրա համար վերցնում են արտաքին շերտը, գրում են խոնար աղջիկը կամ ասենք Միրհավը, ասենք այնտեղ ցայտուն տեսարան կա։ Երիտասարդեր են ժամանակ դիլանը, չգիտեմ, երակներից արուներ գնում եւ այլն, այդ խաղողի այդ ճմրթված որ համեմատումը, հետո նայում ես, տեսնում ես, որ մարդիկ ուղակի բառացի վերցրել են, այսինքն չեն հասկացել ինչի մասին է խոսքը, չեն հասկացել, որ տաք է եղել, որ արև է եղել, որ սոնան է, որ հիշում ես, որ հնձան մտավ, չգիտեմ, թևը կոտրած դարձունի, հա, երևի թևը կոտրած, ինչ որ տենց։ Այսինքն ինքը այդ ժեստի մեջ այդ սոնա է, այսինքն ոչ մեկի մտքով չի անցնում, որ դա շատ կարևոր է, որովհետև ինքը խեղճացած է, որովհետև ինքը իր հոգու խորքում, իր կարծիքով, ինչ որ հասարակական, ինչ որ մի հատ սահման է բանանում։ Դա ոչ մեկ չի իմանալու, իհարկե, ինքը գիտի այդ հնձանն ու այդ խաղողի այդ ամեն ինչը գիտեն։ Բայց այս հասկանալու սոնայի այդ ժեստը հասկանալու կամ այդ դրա լաջվարդ շալը հասկանալը, որ ինչքան կարևոր ասենք, երբ որ Հայաստանում ասենք ասում են շալ, մարդիկ շալը վերցնում փաթաթում են ուսին եւ ասում են, օ, նկարեցին, բայց դրա մասին չի խոսք, այսինքն պետքա կարդալ ոչ թե բակունցի եւ ընդհանրապես ցանկացած գրականություն, այլ ինչի մասին, այսինքն այդ շերտերը պետքա թափանցել ու շատ դժվար է իմ կարծիքով լուրջ վերաբերմունքի։ Ես չգիտեմ, չեմ տեսել այդպիսի հայկական էկրանավորումներ, որ ինձ շատ դուր է եկել, բացի մենք ենք մեր սարեր, որ ես շատ եմ սիրում, այնտեղ իհարկե գուցե ուրիշ խնդիրներ կա։ Գրողը ժամանակակից ու դու ապրում եք նույն մթնոլորտում ու այն բաները, որ իրան ցավացրել է, իրան կպել է, նաև քեզ ա հուզել ու այնքան արդիական ա եղել, որ այդ դու կարդացել ես ու ներսումդ թեկուզ չգիտեմ, մտքիդ մեջ կինո ես նկարել ու ասել ես, այ եթե ունենայի գումար, այսա կնկարեի։ Դրա մասին է խոսքը։ Ինձ թվում է չկան, որովհետև ես շատ եմ լսում հատկապես իմ ավագ սերնդի գոլեգաներից կամ ընկերներից, որ բոլորն ասում են վերցրու որևէ գրական հիմք եւ դրա վրա հենվելով արա, բայց ես կատեգորիկ դեմ եմ դրան, որովհետև իմ կարծիքով այսօր այս պահին ինձ շատ հետաքրքրող բաներ գրականության մեջ չկան։ Իսկ ես շատ եմ կարծում տպավորություն չստեղծվի, որ ես գրականությունից տեղյակ չեմ, ես նույնիսկ շատ հետևում եմ այս մեր ժամանակակից երիտասարդ գրողներին, ով ինչ անում, ինչպես անում, մի անգամ այդպիսի փորձ եղել է, որ ես օգտվել եմ այդ գրականությունից, ասենք օրինակ հիմա ես մի հատ ֆիլմ եմ ավարտում, որ կոչվում է Դիալոգներ, եւ դիալոգների մեջ ես օգտագործել եմ երիտասարդ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծություններից մի քանի հատվածներ, իհարկե հեղինակի թույլատվությամբ, բայց ասենք բանաստեղծությունները ավելի շատ էմոցիոնալ մթնոլորտն են խտացնում իմ ֆիլմի դեպքում, քան թե որ ես վերցրել եւ փորձել եմ այդ բանաստեղծությունները նկարել։ Այսինքն դա շատ ուրիշ բան է, բանաստեղծությունը ընդհանրապես ուրիշ բան է կինոյի մեջ իմ կարծիքով։ Մի խոսքով ոչ, ես այդպիսի գործ չկա, որ ուզում եմ նկարել։ Իհարկե, եթե հնարավորություն եւ ժամանակ լիներ, երևի թե կանդրադառնայի բակունցին, բայց դրա համար իսկապես եւ ժամանակ եւ փող եւ շատ մեծ պրոֆեսիոնալ խումբ պետք։ Եվ ոչ միայն կինոյի, միջազգային նաեւ գրականագետների բան, որպեսզի հիմքերի, այսինքն պետքա հիմքերին, ես դրանք կողմնակից եմ, որպեսզի ամեն ինչի հիմքից ուսումնասիրել, հենց այնպես թեթև սոլիկ արեցին գնացինքի կողմնակից չէ։ Կարդալով քո բլոգի գրառումները ինձ մոտ նման մի հարց առաջացավ. փորձել ես երբևէ գրականության մեջ ինքնարտահայտվել պատմվածքի կամ այլ ժանրում, որովհետև եւ հետաքրքիր ես զգում եւ զգացածը պատմելու յուրահատուկ ձև ունես, սիրուն ես պատմում։ Ես միշտ գրում եմ, բայց դա ավելի շատ խիստ անձնական մի բան եմ համարում, որովհետև գիտեք ինչ կա, ես ինչքան որ պահանջում եմ իմ մասնագիտության հանդեպ հարգանք եւ վերաբերմունք, նույնքան էլ ես վերաբերվում եմ նույն գրականությանը, դրա համար ես ինձ երբեք ոչ մի ասպարեզում թույլ չեմ տալիս սիրողական։ Հիմա ես որոշեցի պատմված գրել։ Այո, ես պատմվածքներ գրել եմ եւ երբեմն հիմա էլ շարունակում եմ գրել, եւ իմ ստեղծագործությունները հիմնականում հենված են այն ամեն ինչի վրա, ինչ որ ես եմ գրում, քանի որ իմ ստեղծագործությունները հեղինակը, սցենարիստը կինոյի դեպքում ես եմ, այսինքն դրանից չես կարող փախչել, բայց երբ որ ես գրում եմ եւ գիտեմ դա նախատեսված է կինոյի համար, այսինքն ես գիտեմ ինչի վրա եմ հենվում։ Դրա համար այո, կան փոքրիկ արձագործեր, որոնք ես համարում եմ իմ փոքրիկ հաճույքները, որը չեմ ուզում պարտադրել, որովհետեւ ես հարգում եմ գրականությունը։ Տեսակետ կա, որ գրական գործի մասին ճիշտ դիպուկ կարող է գրել, զգալ, մեկնաբանել հենց գրողը, տեսակով գրողը, քան գրաքննադատը կամ գրականագետը։ Կինոքննադատության մեջ էլ է այդպես, որ կինոռեժիսորը ավելի լավ կարող է հասկանալ կինոն,
քան կինոգետը, այսինքն ստեղծողին ավելի լավ կարող է հասկանալ եւ մեկնաբանել։ Այո, իրականության մեջ էլ է այդպես, հատկապես դրա շատ լավ փայլուն օրինակներ կան, օրինակ եթե հիշենք 60-ական թվականներին, օրինակ Տրուֆոյին եւ ընդհանրապես բոլոր նոր ալիքի ներկայացուցիչներին, ասենք մենք կտեսնենք, որ 60-ականների նոր ալիք եկան մարդիկ, որոնք սկզբնական շրջանում գրում էին կինոյի մասին, հետո նոր սկսեցին կինո նկարել եւ նույնիսկ շարունակում էին գրել, բայց երբ որ դու կինոյի մեջ ես եւ կինոյի մասին ես գրում, երբեմն դա կարող է օբյեկտիվ չընկալվել։ Չնայած, ասենք, օրինակ ես իմ բլոգում երբեմն գրում եմ այն կինոների մասին, որոնք ինձ հետաքրքիր են, կամ այն կինոների մասին, որոնք մարդիկ շատ աղմուկ են անում այսօրվա սոցցանցերի միջոցով, ասենք, բայց իմ կարծիքով ես այսպիսի վերաբերմունք ունեմ, որ ես հակում ունեմ գրելու կինոյի մասին եւ կարող է ես հեղինակին, մարդուն նույնիսկ կյանքում սովորական չընդունեմ, բայց այն ինչ որ ինքը անում է եւ իմ կարծիքով դա կինոյի նման է, կինո լեզվի մոտ է, կինո միջոցներով է արված, ես դա չեմ կարող թաքցնել եւ ես դա անպայման շեշտում եմ, բայց մեր կինոգետների համենայն դեպս այս շրջանում ինչ որ նայում եմ, հիմնական ավելի շատ բառակույտեր է, որովհետև ոչ մի կոնստրուկտիվ բան չեն կարողանում ասել, այսինքն չեն ասում, ենթադրենք ինչ որ քրիտիկային գրքում են։ Ռեժիսորը կոպիտ սխալ թույլ տվեց, չգիտեմ, այսպեսի մի բան արեց, բայց ի՞նչ է նշանակում կոպիտ սխալը կինոյի մեջ, ոչ մեկ չի կարող բացատրել դա։ Այսինքն դու օրինակներ չես բերում, ընդհանրապես են խոսում, եւ ընդհանրապես մեր խնդրեմը ինչի մեջ է կայանում, որ մենք ամեն ինչի մասին ընդհանրապես ենք խոսում։ Նույնն էլ կինոգիտության մեջ է։ Ես հատկապես երիտասարդներին այսինքն խոսում են բառակույտեր, բայց տակը ոչ մի բան չկա, որովհետև իրանք էլ չեն հասկանում ինչի մասին են խոսում։ Նաև պակասա, որ ֆիլմ չեն նայում, քիչ են կարդում, իմ կարծիքով անպայման չի առավոտից գիշեր դու գրականություն ուսումնասիրես, բայց դու պետք է նաև կարդաս, որ կարողանաս գրել։ Ես դրա մեջ համոզված եմ։ Իհարկե, շատ հայ գրականություն, այսինքն հայերեն լեզվով շատ գրականություն չկա, բայց ամեն դեպքում, երբ որ դու կարդում ես, քո ուղեղը սկսում է կոնստրուկտիվ կառուցել միտքը բան, այսինքն մենք չունենք այդ հնարավորությունը, որովհետև չենք աշխատում մեր վրա։ Վերջին նայած ֆիլմը որն է, որը տպավորվել է մեջդ։ Ես սովորաբար, եթե սուչ ասեմ, համարյա երևի օրը մի անգամ գոնե մի հատ դասական նորմալ ֆիլմ նայում եմ, բացի դրանից անցյալ գիշեր ես մի հատ ֆիլմ տեսա, շատ պատահական, ռեժիսորը ֆիլմի Արնոլ Աղաբաբովն էր, 60-ականների ֆիլմ է, կոչվում է Գառնի, եւ անկեղծությամբ երեք այնքան էի հուզվել այդ ֆիլմից, որ ես շանս չեմ ունեցել, առիթ չեմ ունեցել այդ ֆիլմը տեսնելու ու հանկարծ ոնց որ մի հատ հին սունդուկ ես բացում ու մեջից մի հատ մարգարիտա կամ ադամանտ փայլում, այսինքն դա այնքան մի հատ մեծ գանձ էր ինձ համար։ Ես զարմանալիորեն այդ ֆիլմը իմջայլոց Արնոլ Աղաբաբովը Ֆրունզե Դովլաթյանի Բարևես եմ ֆիլմի սցենարիստն է եւ ինչ որտեղ նաեւ դիալոգները նման էին իրար երկու ֆիլմերի, բայց Աղաբաբը հիշում ես մի քիչ առաջ մենք խոսում ենք կարճ փոքր ֆորմայի մեջ, Աղաբաբի ֆիլմը տեղավորվում է ընդամենը 30 րոպեի մեջ, գլխավոր դերակատարներ են Արմեն Ջիգարխանյանը եւ Էվելինա Ուզունյանը։ Դա, չգիտեմ, ֆանտաստիկ ցնցող ֆիլմ էր ինչի համար, որովհետեւ ամուսնացած 10 տարի ամուսնական զույգ են, որը ներքին ինչ որ խնդիրներ ունեն, միասին քաղաքից դուրս են գալիս դեպի Գառնու։ Իսկ 60-ականներին Գառնու այդ տաճարը այն ժամանակ գիտեք, որ տաճարը դեռ ավերակներ էին եւ ավելի քանդված էին եւ այլն։ Ինչ է ինձ ցնցեց, ես հասկացա, որ երբ որ մարդիկ 10 տարի իրար հետ ապրում են, այդ ընթացքում հաստատ ինչ որ ներքին ավերակներ է առաջանում իրենց հարաբերությունների մեջ։ Ուզես, չուզես, դա նորմալ ընթացք է։ Եվ երբ որ Աղաբաբովը ինչքան խելացի մարդ է, որ իր հերոսներին բերում է Գառնու ավերակների մոտ, սա շերտ է հասկանում ես, Անդոն Նաբոկովը, որ ասում է շերտեր, այս նույն շերտերն է, այսինքն Գառնու տաճարը ավերակներ։ Եթե մարդկային կյանքում 10 տարին շատ մեծ ժամանակ է, իհարկե տաճարի դեպքում էլ 2000 տարվա, ասենք, տաճարը, այդ ավերակները բնականաբար որ պետք է առաջանան։ Եվ երբ որ բերում է բախում է հերոսների ներքինը եւ այս արտաքին ակնհայտ Գառնու տաճարը, որ այսպես քանդված է, մի անգամից sense սիրտը ծարծուր ապրում, ասված եմ, ինչպես կարելի է մարդու եւ այդ տաճարին այսպես բերել ու զուգահեռներ անցկացնել, բայց սա էլ դեռ ոչինչ, բայց երբ որ գնում են դեպի կողքի բաղնիկը եւ այդ տաճարի այդ նայող ասեմ կամ պահակ ասեմ կամ վերահսկող ասեմ, այդ ծերունին սկսում է մաքրել այդ բաղնիկի հատակի փոշին եւ այնտեղ շերտ առ շերտ բացում այդ ֆանտաստիկ մոզաիկա եւ նա պատմում է այդ թագու սիրո պատմությունը, որ 3 տարի սպասել է մինչեւ իր թագավորը վերադարձել է եւ այլն։ Հերոսների մեջ մի բան փոխվում է, գիտեք ինչի համար, որովհետեւ երբ որ այդ ավերակներից բացի նայում ես ու հանկարծ դու փոշու շերտի տակ
օրինակ բացում ես սիրո պատմություն, դու հասկանում ես, որ այդ 10 տարին, որ ապրել եք իրար, բացի այդ ավերակներից նաև այս հիմքում այդ սերն է եղել, որը փոշու տակ է, այսինքն երբ որ դու գալիս ես ու գառնին իրենից անկախ կամ չգիտեմ ինչպես փոխում է, այսինքն այդ արմատներ են, որ իրանք հանկարծ այդ խնդիրների արանքում, խնդիրները այդքան ակնհայտ չեն, մի քանի ֆրազայով ես հասկանում, բայց կարճամետրաժի համար մի քանի ֆրազան դա մի ամբողջ աշխարհ է, չէ։ Հերոսները հասկանում են, որ այդ իրանց հարաբերությունները դա սիրուց է բխել, դրա համար այդ 10 տարին այդ ավերակը մի վայրկյանում վերանում են, հասկանում ես ինչու՞մն է խնդիրը։ Ու այդ շատ կարևոր է, որ ասենք ժամանակ, պատմություն, հիմա ասենք, այս մեր մոտ ամեն ինչ ուղիղ մեկնաբանություն, ժամանակ Տիգրան մեծ, մեր անցյալ Տիգրան մեծ, այսինքն շատ ուղիղ ենք սկսել մտածել, այսինքն մենք ոչ մի շերտ չենք տեսնում, այդ նրբությունները, բայց այդ որ բացում ես, իսկական է ներսում է թաքնված։ Ես այդպիսի հայկական կարճամետրաժ ֆիլմ չեմ տեսել, հասկանում ես, այսինքն ես որ պարկել ասենց արդյունքներս գնում էր, որովհետև այդ մաքուր արվեստի գործը հասկանում ես, շատ դա ֆիլմը, եթե ինչ-որ մեկը հնարավորություն ունենա տեսնելու, ֆիլմը կոչվում է Գառնի, անպայման խորհուրդ եմ տալիս, որովհետև մենք հիմա շատ ենք խոսում, որ մեր կինոն թրիքոտ է, վատնա, էսա, էնա, բայց դրա կողքին մենք ուրիշ բաներ ենք ունեցել։ Ուղղակի չգիտեմ ինչպես ա եղել, այդ ֆիլմերի բախտը չեն բերել, կամ չգիտեմ, այսօրվան ման այդ գովազդելու, այդ մասաներին հասցնելու հնարավորությունը չի եղել, թե ինչ, բայց այդ տեսակ ֆիլմերը իսկապես ոնց որ իրանց հերոսներն են հայտնաբերում այդ մոզաիկայի տակի փոշիները, իրանք էլ են անցել մեր ժամանակի, մեր պատմության, մեր կինո պատմության փոշիների մեջ շատ ֆիլմեր կան կորած, որ պետք է հայտնաբերվի։ Բայց ես իմ խնդիրն եմ համարում, երբ որ ես ինչ որ լավ հետաքրքիր հայկական ֆիլմ եմ տեսնում, անընդհատ ուզում եմ բոլորին ասել, որ մարդիկ տեսնեն, որ հասկանան, ես շատ եմ սիրում Նահապետը, շատ եմ սիրում Եռանկյունին, շատ եմ սիրում Հայրիկը, Բարև ես եմ, Մենաօրան Կոզենին, Երևանյան օրերի քրոնիկան, բայց սրանք ֆիլմեր են, որ անընդհատ մարդկանց լեզվի վրա է, լեզվի ծայրին է, այսինքն, երբ որ դու դրանց անուններն ես, դու նոր բան չես ասում, հասկանում ես, որովհետև սա անընդհատ անցած ճանապարհ է։ Չնայած երբ որ այս ֆիլմերի անունն են տալի, էլի այդ ֆիլմերը իրականում շատ խորը ոչ մեկ չի ընկալել, չի հասկացել կամ չի փորձել։ Ուղղակի ես այնց ծամոնը, բերանից բերան անցնում են այդ ֆիլմերը, բայց ֆիլմեր կան, որ իսկապես շատ նույն արժեքն ունեն, այտենց մարգարիտների պես, բայց ծովի հատակում են ժամանակի փոշու եւ այլն, եւ պետք է հայտնաբերվի։ Այդպիսի մի հատ ֆիլմեր կա, որ ես անցյալ տարի էլի պատահական տենց հայտնաբերել էի, շատ էի ոգևորվել։ Ֆիլմը վերնագիրը Կվարտետ, ռեժիսորը Մարտիրոս Փանոսյան, ինձ թվում է քեզ էլ ծանոթ չի Մարտիրոս Փանոսյան կամ ընդհանրապես։ Էլի 80-ականների վերջի ֆիլմը, էլի դժբախտ ռեժիսոր էր ինչի առումով, չնայած մարդը շարունակում աշխատել Ռուսաստանում, բայց որ ֆիլմը նկարել էր 80-ականների վերջին, երբ որ երկիրը քանդում էր եւ ոչ մեկի պետք չէր թե ինչ մշակութային, չգիտեմ, հայտնաբերություններ ա կատարում կամ ինչեր ա կատարվում, հասկանում ես, ու էլի ֆիլմը մնացել է ժամանակի փոշու մեջ։ Ես ուղղակի այնպես արեցին, կազմակերպեցին, ես ինքս ներկայացրեցի ֆիլմը Նարեկացի արվեստի կենտրոնում եւ մի 100 մարդ կար, հասկանում ես, եւ ինձ համար կարեւոր էր, որ այդ 100-ից գուցե ինչ որ մի 100 մարդ էլ նոր իմանար, այդ շատ կարեւոր է տարածել, որովհետեւ մեր կինոն, ինչքան էլ ասում ենք, մեր կինո չունենք, այս չունենք, այն չունենք, իրական շատ ավելի բաներ ունենք, մենք ընդհանրապես ենք խոսում, գուցե պետք է նաեւ մի հատ կատալոգը նայել տեսնել, ինչքան ֆիլմ է նկարվել, ինչ է նկարվել, որովհետեւ ամեն ինչը կարեւոր է, եթե նկարվել է։ Հիմա շատ ավելի աղբ կա, քան թե այն ժամանակ, որովհետեւ ասենք ասում են այն ժամանակ ցենզուրա, բայց ինձ թվում է, որ երբեմն ցենզուրան պետք է, որպեսզի այսքան շատ աղբ չարտադրվի, ինչքան որ հիմա է, եւ այսքան շատ ինքնավստահ մարդիկ չհայտնվեն, որովհետեւ մարդիկ բան չեն անում, մի հատ ֆիլմ են անում, խեղճ, քնձռոտ, բայց դնում են Facebook-ում, գոռում են, գոչում են, 5 հատ հիմար են, լայք են տալիս եւ վերջ, ֆիլմը արդեն վերջն է, ռեժիսորը դեմք է, վերջ։ Հասկանում ես, մենք ինչքան ենք փոքրացել, մանրացել, ինձ էսա որպես մարդ, որ ուզում է ինչ-որ մի բան անի, շատ է վիրավորում այս վերաբերմունքները, որովհետև շատ վատ վերաբերմունք է իմ կարծիքով։ Ասեք դա նույնն է, երբ որ ես իմ օրագրային գրառումները դնեմ ինչ-որտեղ եւ ասեմ, գիտեք, ես խորը ստեղծագործող եմ, մեծ գրականություն բան եմ, հետևորդ եմ, չգիտեմ ինչ եմ, այսինքն դա շատ սարսափելի բան է։ Այժմ դիալոգներ ֆիլմի վրա ես աշխատում, մի փոքր էլ դրանից խոսենք։ Կան կինոռեժիսորներ, ովքեր ֆիլմը նկարելուց առաջ իրենց առջև խնդիր են դնում եւ կոպիտ ասած ֆիլմը ինչ-որ նպատակ է հետապնդում եւ այլն։ Քո դեպքում ինչպես է։ Ցանկացած ստեղծագործող մարդ երբեք իր առաջ ոչ մի խնդիր չի դրում, ասենք Թոմաս Մանը չի գրել Կախարդական լեռը եւ չի մտածել, ես այսպեսի խնդիր եմ դրել, որպես ես մասշտաբի մեջ վերցնեմ եւ պատմեմ այդ ժամանակի մեջ, չգիտեմ, դրա մասին չեն գրել, ճիշտ է թե չէ։ Կամ ասենք երբ որ Մարսել Բրուստը գրում էր Գորուսյալ ժամանակի որոնումների մեջ, ինքը խնդիր չի դրել, չէ՞, այդ ժամանակը ֆիքսել ինքը
ինքը զուտ իր ներքին էսթետիկական ինչ որ խնդիրներից ելնելով ստեղծել է այդ ֆանտաստիկ վեպը, չէ։ Այսինքն ես էլ նոմանապես ես չեմ համեմատվում այդ մարդկանց հետ, բայց ես հասկանում եմ, ես ոչ մի խնդիր չունեմ հատկապես ինչ որ մի բան փոխելու։ Ես խնդիր ունեմ պրոֆեսիոնալ ֆիլմ նկարելու, իսկ թե ինչպիսի թեմա եւ այլն, դա արդեն իմ ներքին խնդիրներն են, այսինքն ինձ դուր պետք է գա, ինձ հարազատ պետք է լինի եւ ինձ պետք է անհանգստացնի այդ թեման, որպես ես դրան անդրադառնամ։ Ես ոչ մի խնդիր չունեմ, այդպեսի չեմ հիշում ով էր ասում, այդ ֆրազակար, որ ասում ես չափազանց հայրենասեր են, որպեսզի իմ ժամանակը հայրենիքի վրա տրամադրեմ, լավ իմաստով, ստեղծագործող մարդի մասին է խոսքը, այսինքն դու քո արածի հետևում ոչ մի աֆիշա, ոչ մի լոզունգ, ոչ մի բան չպետք է, որտեղ պետք է մաքուր արվեստ։ Եթե դու այդքան մաքուր կարողանաս աշխատել քո բնակավարում, հայրենիքին ավելորդ բան պետք չի։ Հասկանում ես, ես սա նկատի ունեմ։ Դրա համար ոչ մի խնդիր չկա, ոչ մի բանի հետևում։ Կա միայն խնդիր պրոֆեսիոնալ գրագետ կինո նկարել։ Ֆիլմի մասին, հա։ Ֆիլմը սիրային պատմությունը, կին տղամարդ հարաբերություն եւ իմ կարծիքով սիրող մարդկանց միասին լինելու անհնարինության մասին է եւ դրանից բխող բոլոր տխրությունների, երբեմն նաեւ ագրեսիաների, հումորների, այսինքն ճակերտավոր եմ ասում, որովհետեւ երբ որ քո կյանքում ինչ-որ մի բան չի ստացվում, դու միշտ փորձում ես ուղղությունը փոխել գետի, ասենք եթե դա քեզ դեպի տխրություն ա տանում, դու փոխում ես դա ագրեսիայի ես վերածում կամ չգիտեմ, ես ագրեսիայի շատ մեծ խոսքով եմ ասում, որովհետեւ ֆիլմում այդ ակնհայտ ագրեսիան չկա, բայց կան այդ փոքրիկ թույնիկները, ասենց ասեմ։ Կին տղամարդ, գիշերային Երևան, ռոմանտիկ Երևան, ես միակ հպարտություն ունեմ, որ միշտ ասում են գնանք Վրաստան նկարենք, որովհետև Երևանը զզվելի է, չի կարելի Երևան նկարել, մեր քաղաքը սիրուն չի։ Ես շատ եմ լսում, որովհետև այդ բնակավարի մարդկանց հետ շփվում եմ եւ բոլորը միշտ այդ են ասում Երևանը կինոգենիկ չի, Երևանը կինոգենիկ չի, բայց ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ովքեր տեսել են մի փոքրիկ թրեյլեր էինք սարքել դրել YouTube-ում, ովքեր տեսել են Երևանը իմ կարճամետրաժ ֆիլմի մեջ, բոլորը ողջևորվել են եւ ինձ նույն շատ մարդիկ ասում են ոնց որ Նյու Յորքը լինի, որովհետեւ այդ մարդկանց մեծ մասը Նյու Յորքը չի տեսել, այսինքն իրանք Նյու Յորքի կերպարը ավելի շատ տեսել են ֆիլմերով, հատկապես երևի թե Վուդի Ալենի ֆիլմերից եւ այլն եւ այլն։ Այդ մարդկանց համար Նյու Յորքը, չգիտեմ ինչ, այսինքն ես հպարտանում եմ, որ կարողացել եմ ստեղծել Երևան քաղաքի կերպարը։ Երևան քաղաքի կերպարը կա, բայց դա նկատել եւ ցույց տալը գուցե ավելի դժվար է, հատկապես գիշերային Երևանը, իսկ դա նաեւ գիշերային Երևան նկարել նաեւ շատ մեծ տեխնիկական բարդությունների հետ է իհարկե կապված, բայց ինձ թվում է մենք նույնիսկ այդ տեխնիկական հարցերն ենք լուծել։ Շատ շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ անչափ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ հնարավորություն կար քո հետ շփվելու։ Խոսափողի մոտ էր Անահիտ Ղազարյանը։ Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Կհանդիպենք մեկ շաբաթից։ Առայժմ